Մեր մասնագետները տարիներով ասում էին, արդեն խեղճ պարոն Շարմազանովը մեռավ ասելով նույն բանը, անընդհատ ասում է, ու բոլոր ուրիշ մարդիկ նույն բանը կրկնում են, քանի տարի կարելի է նույն բանը կրկնել, որ 5 շրջանը պետք է հանձնվեր, 2 շրջանը պետք է մնար, բանի ստատուսի հարցը պետք է հետագայում լուծվեր։ Հա, դրվեր հետագայում պետք է ինչ-որ բանակցություններով լուծվեր, այդ ստատուսը Ադրբեջանը ասում էր միայն Ադրբեջանի կազմում, որքանով ես հասկանում եմ, հայկական կողմը ասում էր ցանկացած կարգավիճակ առանց որևէ սահմանափակ։ Դրա մասին քանի տարի ենք մենք խոսել, բայց դուք մի մտահոգվեք, նրանք հիմա մի արդարացում կգտնեն, կասեն, որ այո, ստորագրվել էր, բայց նախագահան արդեն հանձնել էր 10 տարի առաջ, կամ երկրորդ նախագահան արդեն հանձնել էր 20 տարի առաջ, կամ առաջին նախագահան արդեն հանձնել էր 30 տարի առաջ, Մեղրինել էին հանձնել, Ղարաբաղն էին հանձնել եւ ընդհանրապես 2018 թվականի այդ հեղաշրջումը չի եղել, դա նախկիններն են արել։ Մի բան կմտածեն, նրանք սովորել են, որ ինչ ուզեն կարող են ասել, հետո ժողովրդին կարող են ծեծել, ոստիկանությունը բերել այդ մասկիկով մարդիկ մտնեն մարդկանց բնակարանները, ով որ համաձայն չի ծեծելով հանեն դուրս, տանեն նստացնեն ու բոլորին համոզեն, որ նրանք ճիշտ են։ Ես չեմ զարմանա, էլի ինչ որ բան կմտածեն, դուք մի քիչ սպասեք, հեսա արդարացումը կասեն կամ նախկինները, կամ ռուսները, կամ Թալանը, կամ էլ ինչ են ասում, բանակը, Ալմատի հռչակագիրը։ Հա, դե ինչ որ մի բան կհիշեն, եթե Ալմատի հռչակագրով դա ընդունված էր, դուք ինչ գործում եք գնայեք Ադրբեջան, ասեք դա Ադրբեջանի բանը, Հայաստանի մասն է, ձեր որդուն ուղարկեիք այնտեղ ծառայել։ Հայաստանի եւ վերջետով էր ասում, ես էի ասում, թե դուք եք ասում, ձեր տղան ինչ էր այնտեղ անում ձեր որդին, ինչ պատերազմի մասին էիք խոսում, ինչ Սարդարապատի մասին էիք խոսում,